Մինչ տեսանյութին անցնելը խնդրում ենք սեղմել լայք եւ բաժանորդագրվեք մեր Բարի երեկո, սիրելի բարեկամներ, հարգանքներս ձեզ։ Մեկ-երկու տեխնիկական խնդիր լուծելուց հետո այսօր ձեզ հետ բավականին հետաքրքիր եթեր է ակնկալվում, փորձենք միասին քննարկել մեր երկրում տեղի ունեցող գործընթացները, սիրելի բարեկամներ, մեկ-երկու տեխնիկական խնդիր փորձենք կարգավորել, խնդրում եմ արձագանքել, որ ուղիղ եթերի ձայնը նորմալ է թե ոչ, որպեսզի կարողանանք առաջ անցնել։ Կապի հետ կապված խնդիր կարծեք թե կա, հա ժողովուրդ։ Շատ լավ է, շնորհակալություն։ Այսօր առիթից օգտվեմ եւ ընդգծեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, մեր ոստիկանների օրն է, ես օգտվելով առիթից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել այն բոլոր բարեխիղճ ոստիկանների մասնագիտական տոնը, որոնց համար իսկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքների պաշտպանությունը գտնվում է առաջի գծում, ովքեր իսկապես իրավունքի գերակայությունը համարում են իրենց գործունեության առանցքային մասը եւ ովքեր իսկապես ծառայում են հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությանը։ Ես վստահ եմ, որ մեր ոստիկանության շարքերում բազմաթիվ են այդպիսի անձինք, հետեւաբար ջերմորեն շնորհավորում եմ մեր ոստիկաններին իրենց մասնագիտական տոնի արդիվ։ Սիրելի բարեկամներ, մենք աստիճանաբար կամ հիմա քիչ անց կսկսենք մեր այսօրվա եթերը։ Խնդրում եմ անհատապես յուրաքանչյուրիդ հնարավորության սահմաններում տարածեք այս տեսանյութը, որովհետև այսօր ես խոսելու եմ որոշ խնդիրներից, որոնք վերաբերում են ուրեմն երեք ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության 2024 թվականի գործունեությանը վերաբերող զեկույցի ներկայացման ու հրապարակմանը, այդ զեկույցում տեղ գտած որոշ դատողությունների, որոնք վերաբերում են իր կառավարման օրոք տեղի ունեցած այսպես ասած աշխարհացուն զարգացումներին, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների ներկայիս ընթացքին, սահմանադրության հնարավոր փոփոխություններին, ԵԱՀԿ խմբի լուծարմանը հնարավոր, ինչպես նաև պատերազմի եւ խաղաղության ընթացքին, եւ սիրելի բարեկամներ, ես կարծում եմ, որ մենք աստիճանաբար հենց Նիկոլ Փաշինյանի դրդմամբ կամ իր կողմից առաջարկվող օրակարգի շրջանակներում բառից բուն իմաստով ներքաշվել ենք նախընտրական թոհուբոհի մեջ, որի ընթացքում առաջի ջութակի դերը խաղալով Նիկոլ Փաշինյանը փորձում է վերընտրվելու հիմքեր ու ստեղծել ու ամրապնդել իր դիրքերը, բայց այդ մասին մենք խոսենք, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, ովքեր որ չեն դիտել, երեք Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ազգային ժողովում հանդես գալով ծավալուն զեկույցով, որի ընթացքում խոսել է իր կառավարության նախորդ տարիների արձանագրաշլացուցիչ արդյունքների մասին, 2024 թվականի բյուջեի կատարողականի մասին, իրենց կառավարության 2021-26 թվականների ընթացքում արձանագրված ուրեմն հաջողությունների մասին եւ արձանագրել է, որ սիրելի բարեկամներ, որ միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել 3.3 միլիարդ դոլար
եւ ընդ որում հարկ է համարել Նիկոլ Փաշինյանը արձանագրել, որ իր իշխանության գալուց մինչև առ այս պահը 2018-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ավելացել է 4.2 միլիարդ դոլարով, այսինքն ըստ իրեն հետ հեղափոխական, շատ լսեք, ըստ հետ հեղափոխական 7 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ Ես այս ամեն ինչի մասին ուզում եմ ընդհանրապես մի բան ասել, Նիկոլ Փաշինյանի հայտի պոպուլիստ լինելու հանգամանքը կարծեք թե որևէ մեկ այլևս կասկածի տակ չի դնում, բայց ես կուզենայի մի փոքր այլ համատեքստից անդրադառնալ այս իրավիճակին եւ Հայաստանի Հանրապետությունում տիրող գործող իշխանության կողմից վարվող քարոզչության ֆոնի վրա ուզում եմ տեղեկացնել ձեզ հետեւյալը իմ կարծիքը, որ ով չի հավատում Նիկոլ Փաշինյանի տված խոստումներին կամ նրանց իշխանության որևէ խոսքի, ուրեմն առնվազն սրիկա քոչարյանական է կամ կոռումպացված սերժական է կամ նախկին թալանչի է, ում պետք է ծեփել պատերին, այսինքն եթե դու չես հավատում Նիկոլ Փաշինյանին եւ նրա իշխանությանը, ուրեմն առնվազն դու նախկին սրիկա ես, քոչարանական ես, սերժական ես կամ ծախված քոչարանական ու սերժական ես։ Ու եթե սիրելի բարեկամներ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, եթե Քոչարյանի օրոք ըստ Քոչարյանի ժամանակվա արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի Քոչարյանի օրոք Հայաստանը զարգանում էր վագրի թռիչքներով, ապա Փաշինյանի ասածներից կարելի է հանգել հետևության, որ նրա օրոք Հայաստանը ուղղակիորեն զարգանում է ոչ թե վագրի, այլ փղի ցատկերով, առյուծի ցատկերով, եւ այնպիսի համոզմունքով ըստ Փաշինյանի, որ այս զարգացման տեմպերի դեպքում 2050 թվականին Հայաստանը պետք է ունենա 25 օլիմպիական չեմպիոն, իսկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա առնվազն աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր։ Այստեղ չես կարող չհիշել տարածուրեն մի քանի օր առաջ տեղի ունեցած խայտառակ արդյունքը Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղի, երբ արձանագրեցինք 9-1 երկու խաղերի արդյունքով խայտառակ նվաստացուցիչ արդյունք։ Իսկ ամենակարևոր խոստմանը, որին մենք պետք է հավատանք, ըստ Փաշինյանի այն է, որ 2050 թվականին Հայաստանը պետք է ունենա 5 միլիոն բնակչություն։ Սա է Փաշինյանի խոստումների եւ իրական Հայաստանի պատկերը, ու մենք պետք է հասկանանք, որ այս իրավիճակում Փաշինյանի երեկվա խոսքը որքանով է համարժեք այն կառավարմանը վերջի 7 տարիներին, որը իրականացվում է Փաշինյանի եւ նրա ղեկավարած քաղաքական թիմի կողմից։ Եվ այս ֆոնի վրա, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ հռետորական եւ ուղղակիորեն հերրակա կարգով դիմել իրեն։ Դու 7 տարի չես կարողանում Ամուլսարի խնդիրը լուծես։ Ի վերջո որոշես Ամուլսարը շահագործվելու է թե ոչ, նրա շահագործումը ձեռնատու է Հայաստանի Հանրապետությանը թե ոչ, վնասակար է թե ոչ, բայց հրաշալի կերպով կարողանում ես ճակերտավոր իհարկե, հրաշալի կերպով կարողանում ես լուծել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Հայաստան աշխարհաքաղաքական կենտրոնների միջև առաջացած խնդիրները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման խնդիրը, քո մոտ այդ խնդիրները ավելի բարդագույն խնդիրները լուծելը ավելի հեշտ է փաստորեն ձեզ մոտ, քան Ամուլսարի շահագործումը 7 տարի, խնդրում եմ, սա ֆիքսենք, հարգելի բարեկամներ։ Այս առումով, սիրելի բարեկամներ, իսկ իրականում ես ուզում եմ, որ դուք ֆիքսեք Հայաստանի պետական պարտքը Նիկոլ Փաշինյանի օրոք վերջին 7 տարիների ընթացքում 6.5 միլիարդից հասել է 12 միլիարդը գերազանցող թվի։ Այսինքն, այլ կերպ ասած, այս իշխանության կառավարման օրոք Հայաստանի պետական պարտքը կրկնակի աճել է, սիրելի բարեկամներ։ Երեկվա Փաշինյանի զեկույցի մեխը կամ աղը կամ առանցքը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում իր բնորոշմամբ հայտնի թալանչիներից ու կոռուպցիոնիստներից բռնագանձված գումարի չափն է եւ այդ օրենքի փիլիսոփայության մասին անընդհատ հիշատակումներ, նույնիսկ բանը հասավ նրան, որ ընդգծում է, որ հետեւյալը, որ ասում է ժողովուրդ ջան, ասում է, բա այս
4.2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք պետական բյուջեի արկայությունը պոզով պոչովել որտեղից է, բա թալանի վերադարձը ինչպես է լինում։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը տեսեք ինչ է ենթագիտակցորեն խոստովանում, սիրելի բարեկամներ, որ ըստ նրա 7 տարվա ընթացքում ՀՀ պետական բյուջեի ավելացումը բացառապես պայմանավորված է թալանչիներից վերադարձված գումարով։ Այսինքն 7 տարվա մեջ հայ ժողովուրդ, դուք չեք աշխատել, որևէ հավելյալ արժեք չեք ստեղծել, որևէ եկամուտ չեք ստեղծել, պետական բյուջեի մեծացման առումով դուք որևէ դերակատարություն, նշանակություն կամ ազդեցություն չեք ունեցել։ Հայաստանի Հանրապետության ներկայիս պետական բյուջեն, որը մեր ժողովրդի սեփականությունն է, ըստ Նիկոլ Փաշինյանի, վերջի 7 տարում 4.2 միլիարդ դոլարով ավելացել է բացառապես նախկիներից վերադարձված թալանի արդյունքում։ Հայ ժողովուրդը վերջի 7 տարիների ընթացքում չի աշխատել։ Ընդ որում այստեղ գիտեք ինչ, ես հիմա քիչ անց այդ ռետորական հարցերը կբարձրացնեմ, դուք վերլուծության կատարեք ինքներդ ձեզ համար եւ դուք հետեւությունների հանգեք, սիրելի բարեկամներ։ Այստեղ են ասել, սակայն, այ քեզ ուրախ նապաստակ։ Սակայն շարունակենք, սիրելի բարեկամներ, թվարկել Փաշինյանի երեկվա աշխարհացունց հայտարարությունները։ Ասում եմ, պետք է խոստովանեմ Փաշինյանը, որ մեր տված խոստումը թալանը հետ բերածի մասին դա եղել է խոստում օրենքի շրջանակներում։ Փաշինյանը ընդգծում է, ասում է, որ մենք չենք խոստացել մեր ժողովրդին, որ գալու ենք վենդետա իրականացնել։ Կներեք, իսկ ձեզանից որևէ մեկը պահանջել է վենդետա իրականացնել, այսինքն արյան վրեժի խնդիր ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որովհետև վենդետա հենց բառից բուն իմաստով նշանակում է արյան վրեժ։ Դուք ումից պետք է արյան վրեժ լուծեիք։ Հայաստանի Հանրապետությունում արյուն են թափել, եւ դուք ինքներդ ենթագիտակցորեն խոստովանում եք, որ արյուն է թափելու, արյուն թափողները պատասխանատվության չեն ենթարկվել, այստեղ կա արդեն պատասխանատվության խնդիրը, դուք ես չեմ ասում, դուք եք ասում։ Այնուամենայնիվ ընդգծում է, որ այդ թալանը հետ բերելու համար իրենք ստեղծել են ենթակառուցվածքներ եւ վկայակոչում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը եւ հիշատակում է այդ օրենքի կարգավորումները եւ դրանցով ընդգծում, որ իրենք բացառապես դա գործել են օրենքի շրջանակներում։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ զուտ նաեւ որպես իրավաբան ձեզ նախապես ի սկզբանե զգուշացնել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի սահմանադրականության հարցը այսօր քննարկվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։ Ավելին վերջերս հայկական տեղեկատվական հարթակներում հրապարակվել է մի վերլուծություն, որը վկայում է մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բուլղարիայի այլ երկրների ներքին օրենսդրությունների վերաբերյալ արտահայտած մի շարք իրավական դիրքորոշումներ նույնատիպ հարցերի կապակցությամբ, որտեղ շատ հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել մարդու իրավունքների եվրոպական դատարանը այն մասին, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացը ռիսկային է, իր մեջ պարունակում է բավականին խութեր, որոնք վերաբերում են անձի սեփականության իրավունքին, առնչվում են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությանը, որը վերաբերում է անձանց սեփականությանը, որտեղ հստակ մատնանշվում է առ այն, որ մարդուց հնարավոր է խլել գույքը, եթե նրա հանցավոր արարքի եւ այդ գույքի ձեռքբերման միջև առկա է պատճառահետևանքային կապ։ Եթե առկա չէ պատճառահետևանքային կապ, ապա մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդտեղ ռիսկային ու խնդրահարույց է դիտարկել սեփականության իրավունքին ձեռք տալը։ Ես շատ պարզունակ եմ ներկայացնում, որպեսզի ձեզ համար պարզ լինի։ Եվ այս համատեքստում ուզում եմ ձեզ տեղեկացնել, վերջի 3 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում քննարկվում է Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության Սահմանադրականության հարցը։ Իմ ունեցած հավաստի տեղեկություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը այդ օրենքի սահմանադրականության հարցին վերաբերյալ համապարփակ դիրքորոշում
ձևավորելու նպատակով ղեկավարվելով մեր օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին եւ վերջերս, եթե չեմ սխալվում, նախ անցած տարի ստացվել է այդ խորհրդատվական կարծիքը, ինչը դեռևս չի հրապարակայնացվում։ Եվ առ այս պահը, մինչև օրս, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը չի հրապարակել իր դատական ակտը եւ չի պատասխանել այն հարցին, թե Հայաստանի Հանրապետության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը արդյոք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, թե ոչ։ Դատելով այսօր եւ երեկ ազգային ժողովում իշխող ուժի այս կամ այն ներկայացուցչի արտաբերած դիրքորոշումից կարելի է ենթադրել, որ Սահմանադրական դատարանը առաջիկայում հնարավոր է, որ այդ օրենքի սահմանադրականության վերաբերյալ հրապարակի այնպիսի դիրքորոշում, որ այդ օրենքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սակայն հետո չասեք ես չեմ զգուշացրել, կա մեծ վտանգ, կա մեծ ռիսկ, որ այդ գործերով, որոնցով հիմա ներգրաված են այն նախկին, այսպես ասած, թալանչիները, որոնց մասին Նիկոլ Փաշինյանը ամեն օր նրանց հաշվին քաղաքական դիվիդենդ է ձեռք բերում, այդ մարդիկ կբողոքարկեն այդ դատական ակտերը, ի վերջո կհասնեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հիման վրա այնպիսի իրավական դիրքորոշումներ կարտահայտի եւ այնպիսի դատական ակտեր կհրապարակի, որ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից գովերքվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին գործընթացը ամբողջությամբ գլխիվայր շուռ կգա։ Ես տեսեք ասում եմ, ես ունեմ այդ մտավախությունը եւ իմ պարտքս եմ համարում ձեզ զգուշացնել, որ այն ինչ հիմա կատարվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում, բավականին խնդրահարույց է, շատ հնարավոր է, որ վաղը մյուս օրը այսօր ովքեր որ ներքաշված են այդ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում նրանցից գույք է վերադարձում պետությանը, այդ շրջանակները դատի տան վաղը Հայաստանի Հանրապետությանը եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը նրանց օգտին դատական ակտեր կայացնեն եւ փոխհատուցում ստանան այդ մարդիկ վաղը մյուս օրը Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ Հայաստանի Հանրապետության բյուջեն, սիրելի ժողովուրդ, հարգելի հայ հասարակություն, գոյանում է, ձևավորվում է ձեր տված հարկերից, տուրքերից եւ այլ վճարներից։ Հետեւաբար այն քաղաքական PR-ը, որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը այս օրենքի գործողության արդյունքում, դրա հատուցման, դրա վերջնական ոդիսականի ժամանակ շատ հնարավոր է, որ Փաշինյանի իշխանությունը գոյություն չունենա, բայց պարտավորությունները Հայաստանի Հանրապետության մնալու են։ Հետևաբար, եթե դուք իսկապես արդար եք, եթե դուք իսկապես ազնիվ եք, եթե դուք իսկապես օրինավոր եք, եթե դուք իսկապես կարևորում եք այդ օրենքի գործողությունը, ապա շատ կարևոր է Սահմանադրական դատարանի որոշումը եւ Սահմանադրական դատարանը պարտավոր է հաշվի առնել նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, որը վտանգի տակ չդնի հետագայում Հայաստանի Հանրապետությանը վնասի հատուցում պահանջելուց։ Ուստի ես իմ պարտքս եմ համարում, սիրելի բարեկամներ, ձեզ զգուշացնել այս մասին, որ այն ինչ հիմա արվում է այս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում, պարզապես քաղաքական PR է, որը ծառայեցվում է գործող իշխանության կողմից հաջորդ կամ տեսանելի ապագայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր ժողովրդի հավելյալ քվե ստանալու եւ վերընտրվելու համար։ Սիրելի բարեկամներ, ընդ որում Փաշինյանը, տեսեք ինչ է ասում երեկվա զեկույցում, ասում է վերջի 7 տարիների ընթացքում, ասում է, մենք մեր կառավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը աճել է ոչ ավել, ոչ պակաս 43.5%։ Չգիտեմ, եւ այդտեղ տեսեք ինչ է ասում Փաշինյանը, ասում է, թե
Այն հանգամանքին, որ կորոնավիրուս էր, պատերազմ էր, հետ պատերազմյան ճգնաժամ էր, ասում եմ, նույնիսկ այդ պայմաններում մենք տքնաջան աշխատանք ենք իրականացրել, որի արդյունքում ապահովել են 43.5% տնտեսական աճ։ Այստեղ չգիտես լաց թե խնդաց, բայց վերադառնալով Փաշինյանի երեկվա զեկույցի տրամաբանությանը կոռուպցիայի դեմ պայքարի, ես ուզում եմ ձեզ հետ սիրելի բարեկամներ ազնիվ եւ հնարավորինս անկաշկանդ քննարկել։ Նիկոլ, քո կառավարման օրոք կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող Սերժ Սարգսյանը արդարացվում է, իսկ Արմեն Աշոտյանը, նույն Սերժ Սարգսյանի տեղակալը, շարունակում է դատվել։ Ու հիմա դուք ինքներդ վերլուծեք, հարգելի ՀՀԿ-ականներ ու հարգելի ՔՊԱ-ականներ ու հարգելի ժողովուրդ, իսկապես ծիծաղելի է, չէ՞։ Շատերը արդարացնում են Նիկոլին, որ խեղճ Նիկոլն ինչ անի, որ Հայաստանի ամենակոռումպացված ընտանիքի անդամին դատարանը արդարացնում է։ Հասկանում եք, իսկապես խեղճ Նիկոլը ինչ անի, սիրելի ժողովուրդ։ Կարելի է ենթադրել, որ այդ դատավորն է նաև Թալանչի, որ արդարացրել են Սերժ Սարգսյանին։ Իսկ եթե լուրջ, պետք է հասկանալ հետևյալը։ Արդեն ի սկզբանե կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանում արդարացվելու է։ Եթե Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարած Հայաստանում արդարացվելու է։ Սիրելի բարեկամներ, չեմ ուզում ձեզ շատ այս առումով ծանրացնել, բայց ես ուզում եմ ընդգծել հետևյալը. կարելի է վստահաբար պնդել, որ Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանի կառավարման օրոք մեծագույն հանցագործն ու կոռուպցիոները եղել է միայն ու միայն Արմեն Աշոտյանը։ Մնացած բոլոր անձին, բոլորը կամ արդարացվում են, կամ վաղեմության ժամկետներով քրեական պատասխանատվությունից ազատվում են, կամ որևէ ձևով խուսափում են քրեական պատասխանատվությունից։ Հետևաբար մեր ժողովուրդը եթե արդարացիորեն մեղադրել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քրեա օլիգարխի կոռումպացված համակարգ Հայաստանի Հանրապետությունում ամրապնդելու ձևավորելու համար Նիկոլ Փաշինյանի օրոք այդ մարդիկ արդարացվել են, հետևաբար այդ անձանց նկատմամբ սիրելի ժողովուրդ տարիներ շարունակ հնչեցված մեղադրանքներն ու քննադատությունները ըստ Նիկոլ Փաշինյանի արդարադատության մեղմ ասած եղել են անհիմ։ Ըստ էության այստեղ կարելի է ասել կեցես Նիկոլ Փաշինյան։ Հնարավոր չէ երախտագիտության խոսքեր չասել մի մարդու հասցեին, ով բացեց հայ ժողովրդի աչքերը, որի գործունեության արդյունքում պարզ դարձավ, որ նախկին իշխանություններից եւ որևէ մեկը հանցագործություն չի կատարել։ Ընդ որում սա Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքն է, սիրելի բարեկամներ։ Պարզապես կարելի է ընդամենը ապշել ու զայրանալ, որ մեր անշնորհակալ ու ապերախտ ժողովուրդը չի գնահատում Նիկոլ Փաշինյանին ու չի տեսել այդ մարդկանց անվերեր գործունեությունը։ Բայց այստեղ ուզում եմ թվարկել որոշ մարդկանց ու հիշեցնել Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը երբ 2018 թվականին սիրելի բարեկամներ գալիս էր իշխանության, ուրեմն իր հենց լոզունգներով Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը եւ խնդիր դրվեց քրեական պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր նախորդ տարիների ընթացքում կատարել էին ենթադրյալ հանցագործություններ։ Ես ինչու եմ այս մասին խոսում, սիրելի բարեկամներ, որովհետև շատերին այս հարցը հոգնեցրել է, զզվեցրել է, մարդիկ իսկապես հոգնել են, բայց կներեք, Նիկոլ Փաշինյանը մինչև 3-7 տարի հանդիսանալով երկրի գործադիր իշխանության ղեկավարը 7 տարի հետո էլ խոսում է նույն թեմայի մասին։ Նա արդիական է պահում այս հարց, այս օրակարգը, այդ թալանչիական մտային, ուրեմն այդ համակարգի մասին նա արդիական է պահում, անդադ պահում է ջրի երեսին։ Ես հասկանում եմ դրա իմաստ ու ենթատեքստը, բայց մեր ժողովրդին պետք է հավելյալ եւ այլ դիտանկյունից ներկայացնել իրականությունը, որպեսզի մեր ժողովուրդը լսի նաեւ հակառակ կարծիք։ Սիրելի բարեկամներ, ուրեմն ինչի հետ մենք գործ ունենք։ Նիկոլ, ավելին ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, այս տարիների ընթացքում որևէ մեկը 7 տարվա ընթացքում որևէ մեկը չի ենթարկվել իրական պատժի, քրեական պատասխանատվության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ գոյություն չունի առ այս պահը, սիրելի բարեկամներ,
այսպիսի մեծագույն ինքնախապեյություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։ Պայքարել կոռուպցիայի դեմ եւ չհայտնաբերել որևէ կոռուպցիոների հնարավոր է միայն մի դեպքում եւ մի վայրում, որի անունը Հայաստան է, որի գործադիր իշխանության ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Հետեւաբար, որpիսի ձեզ համար պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, խոսենք փաստերով, սիրելի ժողովուրդ, շատ կարճ։ 2018 թվականի մայիս ամսից մինչ օրս քրեական հետապնդման են ենթարկվել ու ենթարկվում հետևյալ անձինք. Ռոբերտ Քոչարյան, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, որին մեղսագրվել է մարտի 1-ի ոճրագործության համար մեղադրանք, որով Նիկոլ Փաշինյանի օրոք մարդը արդարացվել է, որի օրոք մեղսագրվել է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալը, որը վաղեմության ժամկետը լրանալու հիմքով Նիկոլ Փաշինյանի բարեփոխած դատական համակարգի արդյունքում մարդը պլստացել է քրեական պատասխանատվությունից ու հիմա էլ վաղեմության ժամկետները ամբողջ ծավալով լրացված լինելու հիմքով շինծու որևէ հեռանկար չունեցող դատավարություն է ընթանում Հայաստանի հակակոռուպցիոն դատարանում։ Վերջն արդյունքը պարզ է։ Նույնը Սերժ Սարգսյանը արդարացվել է 1 միլիոն դոլար դիզ վառելիքի ենթադրյալ վատման գործով, սրանից մեծ ծաղր Հայաստանի Հանրապետության ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի նկատմամբ ուղղակիորեն անհնար էր։ Հիմա Նիկոլին հարց տանք, որը խոսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի օրենքի շրջանակներում Հայաստանի պետական բյուջե վերադարձող գումարների մասին։ Ինչ եղավ, ով է հիշում Նիկոլ Փաշինյան, Հովիկ Աբրահամյանին ով է ճանաչում, ով գիտի այդ մարդու մասին, ով գիտի ուր է այդ մարդը, ինչ է անում, ինչով է զբաղվում, արդյոք հնարավոր է, որ այդ մարդը ձեր օրոք վերադառնա իշխանության, զբաղեցնի ինչ-որ պորտֆել, կամ նրա ընտանիքի անդամները ձեզ աջակցեն որևէ ընտրություններում, հնարավոր է, այդպիսի մարդ ընդհանրապես եղել է Հայաստանի Հանրապետությունում, նման մարդ ընդհանրապես աշխատել է, այդ մարդը որևէ ձևով առնչվել է կոռուպցիայի հետ։ Եթե չեմ սխալվում, դուք եք այդ մարդուց հարցնում, ինչպես է հնարավոր Հայաստանում պոմիդոր աճեցնելով դառնալ միլիոնատեր, դրա գաղտնիքն եք ուզում իմանալ։ 7 տարի անցել է, դուք 7 տարի ժամանակ չունեցաք։ 7 տարին բավական չէ ձեզ համար պարզելու համար, թե այդ մարդը ինչպես էր դարձել միլիոնատեր։ Հե Նիկոլ Փաշինյան, կոռուպցիան պոզով ու պոչով է լինում։ Հաջորդը նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը այսօր ձեր ղեկավարած երկրի պարլամենտում ընդդիմադիր խմբակցության պատասխանատու ու ամենաարտահայտիչ դեմքերից մեկն է։ 7 տարի ժամանակ մարդ, ով ընդ որում Քոչարյանի կառավարման օրոք, Սերժ Սարգսյանի կառավարման օրոք ըստ էության եղել է ստվերային գորշ կարդինալ։ Հաջորդը մի քանի օր առաջ ինչ-որ հիվանդանոցում ինչ-որ հանդիպման եք, որի ընթացքում ձեռք սեղմում եք ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանին, այն Արա Բաբլոյանին, որին ձեր կառավարման օրոք մեղադրանք եք առաջարկել, եթե չեմ սխալվում, սահմանադրական կարգը տապալելու համար։ Քանի տարի է անցել այդ գործից։ Մինչև երբ պետք է տեղ ունենա այդ դատաքննությունն ու ավարտը։ Ի վերջո այդ մարդը սահմանադրական կարգ տապալել էր, թե չէր տապալել։ Հրայր Թոմասյանի մասին ով է հիշում։ Հաջորդը ինչ եղավ նախին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Ու Գևորգ Կոստանյանի նման մի քանի տասնյակ մարդ, ովքեր որտեղ են գտնվում, 7 տարի ժամանակ չունեին այդ մարդկանցով զբաղվելու։ Հաջորդը Միքայել Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարարը։ Այստեղ տասնյակ կանոններ կա, սիրելի բարեկամներ, ես չգիտեմ որ մեկին նշեմ, ես ես հավաստիացնում եմ հարյուրավոր մարդկանց կարելի է նշել, որոնց կառավարման ընթացքում հենց նույն Նիկոլ Փաշինյանն էր վկայակոչում, որ այդ մարդիկ թաթախված են եղել թալանի մեջ, ես դες հավաստիացնում եմ այդ մարդկանցից որևէ մեկը որևէ պատասխանատվության չի ենթարկվել, սիրելի բարեկամներ, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Եվ այս ամենին զուգահեռ հիմա այս մարդ եկել կանգնել է ասում է, որ այս մարդկանցից
Ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի շրջանակներում կալանքի տակ են դրել շուրջ 1.7 միլիարդ ԱՄՆ դոլարի համարժեք դրամի գույք։ Նորից եմ կրկնում, այդ գույքերի կալանք դնելը դա դեռևս երաշխավորված չի, որ այդ գույքերը վերադարձվելու են ու այդ գույքերը դառնալու են Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Ուստի այս առումով, սիրելի բարեկամներ, ուզում եմ ամփոփելով այս թեման, մի ուրիշ հարցի հետ կապված, էլի վերաբերվում է կոռուպցիային ու այս թալանին ու այս գումարներին։ Նույն Նիկոլ Փաշինյանն ես այս թեմայի մասին խոսել եմ վերջի 5-6 տարիներին մշտապես։ Երբ եկան իշխանության, հենց 2018 թվականի մայիսին խոսում էին այն մասին, որ նախորդ կառավարությունների ժամանակ 1991 թվականից մինչև 2018 թվականը Հայաստանից դուրս է բերվել 14-ից մինչև 30 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ընդ որում իրենք որոշակի քայլեր էլ ձեռնարկեցին, այն ժամանակվա փոխվարչապետ, իսկ այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մի դիմում ուղարկեց Համաշխարհային բանկի նախագահին եւս այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների նախագահների, խնդրելով պատասխանել, հայտնել, թե որտեղ են Հայաստանից դուրս հանված այդ միլիարդները։ Հիմա այս մարդիկ այս 14-ից 30 միլիարդ դոլարը մոռացել են, ինչ-որ 1.7 միլիարդ դոլարի մասին են խոսում։ Որտեղ են ձեր տված խոստումների արդյունքները։ Խոստացել եք վերադարձնել այս թալանը, 14 միլիարդը ուր, 30 միլիարդը ուր, 1.7 միլիարդը ուր, այն էլ հարց է, կարաք վերադարձնեք, թե չեք կարա վերադարձնեք, սիրելի բարեկամներ։ Հետո այս ամենին զուգընթաց ես ուզում եմ մի շատ կարևոր հանգամանքի մասին խոսել։ 7 տարվա կառավարման արդյունքում դուք կարող եք խոսել մեկ համակարգի մասին, որը կայացել է։ Դուք խոսում եք կոռուպցիոն դատարանների ձևավորման մասին, դուք խոսում եք դատական համակարգի գործունեության մասին, դուք խոսում եք արդարության մասին, դուք խոսում եք արդարադատության մասին, դուք կարող եք փողոցում հանգիստ քայլել, Նիկոլ Փաշինյան, ու յուրաքանչյուր քաղաքացուց ստանալ պատասխան, որ Հայաստանի Հանրապետությունը կոռուպցիայի ձեռձ երկիր է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն կա, որ Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայությունն է իշխում, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը պաշտպանված է, դուք եք ձեր կառավարության նիստերում հնարավոր բոլոր պատե առիթները օգտագործելով խոսում կառավարման ճգնաժամի մասին։ Ընդ որում, սիրելի բարեկամներ, անցնենք կառավարման ճգնաժամի եւ այլ հարցերի մասին։ Դուք զգացել եք, որ գրեթե օր չկա, որ այս կամ այն սոցիալական շերտերի ներկայացուցիչներ չփակեն փողոցները ու չներկայացնեն իրենց պահանջները։ Մի օր Քասախ վարչական շրջանի բնակիչներն են փակում, մի օր Պրոշյան վարչական շրջանի բնակիչներն են փակում, մի օր Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի բնակիչներն են փակում, պահանջում են մեկը իր տրանսպորտային միջոցների խնդիրի բարելավումը, մեկը իրենց բնակարանների խնդրի բարելավումն են պահանջում, մյուսը Գեղարքունիքում ձկնորսները փակում են ճանապարհը, այլ պահանջներ են ներկայացնում։ Այսինքն դուք զգացել եք Հայաստանի Հանրապետությունում այս կամ այն սոցիալական շերտերի կողմից դրսևորվող վարքագիծը։ Այսինքն սրանից ինչ հետևության կարելի է հանգել, սիրելի բարեկամներ, որ Հայաստանի Հանրապետությունում տոտալ կառավարման ճգնաժամ է։ Մարդիկ որևէ մեկից հույս չունեն, որ իրենց խնդիրները կլուծվի եւ ճարահացյալ գնում են այսպիսի միջոցների, որպիսի ուշադրություն հրավիրեն։ Բայց կառավարման ճգնաժամը էլ ինչպիսին է լինում, եթե դուք լուծում տայիք այդ մարդկանց խնդիրներին, եթե դուք կարողանայիք ճիշտ արձագանքել քաղաքացիների ահազանգերին, նրանց տագնապներին, քաղաքացիները ինչու պետք է ճանապարհ փակեն ու խաթարեն մյուս քաղաքացիների բնականon գործունեությունն ու տեղաշարժը այս կամ այն բնակավայրից մեկ այլ բնակավայր։ Եվ հետո, սիրելի բարեկամներ, ես ուզում եմ մի շատ ցավոտ խնդրի մասին խոսել, ընդ որում այս առյուծային ցատկի զարգացման ֆոնին, երբ որ Նիկոլ Փաշինյանը խոսում է այսպիսի թռիչքաձև զարգացումների մասին, ինձ մոտ ընդամենը առաջ է գալիս ցավոք սրտի ամենացավոտ հարցը Հայաստանի Հանրապետությունից արտագաղթի խնդիրը։ Եվ ես ինձ համար հանել եմ, ես անցած տարի հրապարակել եմ այդ թվերը, եւ ես ուզում եմ ընդամենը մեկ շատ կարևոր թիվ արձանագրել։ Նիկոլ,
այդ բյուջեի աստղաբաշխական թվերի մասին, որ դու հիշատակում ես, այդ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվող թալանի չափի մասին, վերադարձվող այդ գումարի մասին, երբ որ դու հիշատակում ես, մի բան կարևոր երբեք չմոռանաս, երբեք Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն արժեքը մարդն է։ Ուզում եք ձեր բյուջեն սարքեք, չգիտեմ, Չինաստանի բյուջեի չափ, ուզում եք ձեր նախկին թալանչիներից վերադարձած գումարի չափը սարքեք Ամերիկայի բյուջեի չափ, եթե Հայաստանից հեռանում են ձեր այսպես կայծակնային զարգացող երկրից հեռանում են, ընդ որում շատ թիվ եմ հրապարակում, սիրելի բարեկամներ, 2018 թվականից մինչև 2023 թվականը ներառյալ, այստեղ ներառված չի 2024 թվականը ամբողջությամբ եւ 2025 թվականի առաջի 3 ամիսները։ Խնդրում եմ ուշադրություն դարձնեք 2018-2023 թվականին Նիկոլ Փաշինյանի օրոք, սիրելի հայ ժողովուրդ, ովքեր դիմում են այն հատվածին, ովքեր ասում են խեղճ Նիկոլն ինչ անի, այս մարդու օրոք Հայաստանից հեռացել է 80,386 մարդ, ընդ որում սա պաշտոնական թվեր է, սիրելի հարազատներ, սիրելի բարեկամներ։ Հիմա Նիկոլ Փաշինյան, երբ որ դուք խոսում եք այսպիսի թռիչքաձև զարգացման մասին, խոսում եք այդ ձեր տիտանական աշխատասիրության, ջանքերի մասին, հարց եմ տալիս, ձեր ղեկավարած փառահեղ երկրից մարդիկ ինչու են հեռանում։ Երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մարդիկ հեռանում էին, հասկանալի էր տարբեր պատճառները, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց ձեր ղեկավարած փառապանծ երկրից են հեռանում։ Հիմա կասեք անվտանգության խնդիր է, խաղաղության խնդիր է, պատերազմի խնդիր է, սրան էլ կանդրադառնանք հիմա, սիրելի բարեկամներ։ Ինձ այս թվերի հանրագումարը, սիրելի բարեկամներ, բերում է մի բանի մասին հետևության, որ մենք այս տարիների ընթացքում եւ հատկապես վերջի 7 տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել արդյունավետ պետություն ու ապահովել արդյունավետ կառավարում։ Իսկ ձախողումների մասին հիմա քիչ հետո կխոսեմ, երբ որ երեք թվարկվում էր հաջողությունները, պետք է ժողովուրդ ջան, մենք քաջություն ունենանք եւ խիզախություն ունենանք թվարկելու նաեւ ձախողումները։ Մեր զգոնությունը թույլ չենք տալու, որ բթացնեն, թույլ չենք տալու, որ պոպուլիզմը դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը, թույլ չենք տալու, որ մեզ կարողանան եւս մեկ անգամ կամ երրորդ անգամ խաբել։ Սիրելի բարեկամներ, ներկայիս իրողությունները վկայում են, որ այն վերնախավը, որը առկա է եղել, ամբողջությամբ իրեն սպառել է եւ Հայաստանին որակապես նոր օրակարգ է անհրաժեշտ, որպիսի արդյունավետ պետության կառուցումը դառնա մեր կյանքի անբաժանելի մասնիկը, որի համար, որի իրագործման համար անհրաժեշտ է ամբողջովին հիմնովին փոխել մեր քաղաքական վերնախավն ու մեր քաղաքական օրակարգը։ Եվ այս առումով, եւ ես ուզում եմ վերջերս հունվարից սկսած ես մի քանի շարքեր հրապարակեցի, թե քանի ռազմավարական օբյեկտ է կառուցվել Նիկոլ Փաշինյանի օրոք, քանի գործարան է կառուցվել Նիկոլ Փաշինյանի օրոք, շատ լավ կլիներ, ազնիվ կլիներ, որ երեք ձեր այդ զեկույցի ժամանակ դուք նաև թվարկեիք, թե ձեր գործունեության օրոք, ձեր կառավարման օրոք, մի հատ խոսեք էլի, թե քանի գործարան է բացվել, որքան ներդրում է արվել, օրինակ վերջի 7 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումների ընդհանուր թիվը որքան է կազմել։ Ունեք այդպիսի պատկեր։ Դուք կարող եք մատնանշել, որ օրինակ օտարերկրյա ներդրումների արդյունքում Գեղարքունիքի մարզում ստեղծվել է այս գործարանը, այսքան աշխատատեղ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում, նույնը Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզում, Արարատի մարզում, Շիրակի մարզում, հիմա կանդրադառնանք Շիրակի մարզի հայտնի ընտրություններին։ Կարող եք դուք մատնանշել, նման հաշվետվություններ էլ տաք, նման զեկույցներ էլ ներկայացնեք։ Դուք ավելի սիրելի բարեկամներ, վերջերս Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ եղել էր Սյունիքում։ Ես անկեղծ զարմանում եմ։ Իսկապես վարչապետը այդպիսի շրջայց պետքա կատարի որևէ մարզում։ Վարչապետի անելիքը դա է։ Վարչապետը այդ խնդիրներով պետքա զբաղվի։ Վարչապետին չի հետաքրքրել Հայաստանի Հանրապետության ամենառազմավարական մարզի անվտանգային խնդիրները, ջրային ռեսուրսները,
պաշտպանական համակարգը, գործազրկության մակարդակը։ Փաշինյանը խոսում էր ինչ-որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ինչ-որ 21%-ի բաժնեմասի Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու, ինչ-որ հարկերի չափի մասին։ Երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, սիրելի բարեկամներ, խոստանում էր, որ դուք բոլորդ կիմանաք, թե ովքեր են Հայաստանի Հանրապետության հանքերի իրական տերերը, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի իրական տերերը, Հայաստանի Հանրապետության կոպեկտերով սեփականաշնորհված գործարանների իրական տերերը, բայց դրանց մասին ինչի՞ չեք խոսում, որ դրանց հիմնական տերերը գրանցված են օֆշորներում, որ Հայաստանի Հանրապետությունը դարձել է մեծ փողերի լվացքի մեքենա, փողեր է լվացվում, այդ նույն պղնձամոլիբդենային կոմբինատի դից գողացված 500 միլիոն դոլարի մասին ես մի քանի ամիս առաջ հիշեցեցի, ընդ որում դրա մասին խոսել էր ձեր իշխանության ներկայացուցիչ հայտնի падգամավոր Խաչատուր Սուքասյանը։ Բայց խոսեք հանքերի իրական տերերի մասին։ Մի հատ Սյունիքի մարզում մարդը գնացել է էկո ծառայության, պարեկային ծառայության ինչ-որ բացում է անում։ Ձեր մոտ մենակ այդ ոստիկանական համազգես կամ այլ համազգես կրողների բացման գործն է լավ ստացում։ Դուք խի պետքա գործարան բացեք, արտադրություն բացեք, գյուղատնտեսական ռեֆորմ իրականացնեք, այնպիսի աշխատանք կատարեք, որ հողը մշակելը դառնա շահութաբեր։ Այդ ես մենակ այդպիսի էկո ծառայություն, պարեկային ծառայություն, ոստիկանություն, այդպիսի ծառայություններ բացեք, որ ավելի ուժեղացնեն ձեր հենարանը դառնան, ձեզ ավելի ուժեղացնեն։ Բայց մի հատ խոսեք անտառների մասին։ Ամեն շաբաթ կամ երկու շաբաթը մեկ գնում եք Իջևան, Տաուշի անտառներից տեղյակ եք, Սյունիքի անտառներից տեղյակ եք, Լոռու անտառներից տեղյակ եք, այդ ծառահատումները ձեր օրոք պակասել են, հա։ Սերժի օրոք ավելի շատ էր, քան ձեր օրոք։ Մի հատ դրել եք ստատիստիկա հանել եք, ընդհանրապես ինչ վիճակ է անտառների վիճակը։ Բնությանը ձեր օրոք վնաս չի հասցվում, անտառների կառավարման այնպիսի համակարգ եք ձևավորել, որտեղ պախաները չկան։ Ում եք խաբում։ Գոլդեն Փելեսից է խոսում մարդը, AUX-ի շենքից է խոսում, Նորադուսի, ուրեմն, տեսեք ինչ է զեկույցում ասում, Նորադուսի ռադիոկենտրոնի մասին հիշատակում է տալիս ենթագիտակցորեն մարդկանց, տեղեկացված մարդկանց հասկացնելով, թե Միշիկից այս Նորադուսի ռադիոկենտրոնը հետ ենք բերել։ Նիկոլ, Միշիկից Նորադուսի ռադիոկենտրոնի հետ բերելու մասին մի խոսի, դու ասա Միշիկն ուր է։ Միշիկն ուր է, Նիկոլ։ Այս հարցը անընդհատ ձեզ պետք է տրվի։ Ուր է Միշիկ Միքայել Մինասյանը, ուր է։ Հայաստանի Հանրապետության ձեր բառերով ամենակոռումպացված ընտանիքի ամենաերևելի անդամը ուր է։ Դուք տեղյակ չեք ուր է։ Դուք չգիտեք նա որտեղ է թաքնվում կամ վայելում իր կյանքը եւ իր նման էլի բազմաթիվ մարդիկ։ Դուք ինչ անմեղ հրեշտակ եք։ Դուք ոչ մի բանից տեղյակ չեք։ Իսկ եթե լուրջ հալալ լինի քեզ Նիկոլ Փաշինյան, Միշիկի պահով եւ իր նման այդ կարգավիճակն ունեցող բազմաթիվ մարդկանց պահով, որոնցից մի մասին ես հիշատակեցի։ Ընդ որում, սիրելի բարեկամներ, 2024 թվականի անցած տարի հուլիսին մեծ շուկով ազդարարվեց, որ Սերժ Սարգսյանի փեսա հայտնի Միքայել Մինասյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել, որը անցնում է 76 դրվագով եւ պետությանը հասցված վնասը կազմում է 350 միլիոն ԱՄՆ դոլար։ Ես չգիտեմ, այս մասին երբ է իմացել Նիկոլ Փաշինյանը, այս մասին երբ է իմացել Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը, բայց իր կառավարման 6 տարի հետո հիշել այս գործի մասին, նման գործերի մասին, ուղղակիորեն հնարավոր է մի դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանի մոտ քաղաքական պայմանավորվածություններն են խախտվել, քաղաքական համաձայնություններն են իջիկ դարձվել, կամ իշխանության գալու, մնալու, պահպանելու, վերադարձնելու պլաններն են ամբողջովին գլխիվար շուռ եկել։ Բայց այստեղ եթե ձեր օրոք Սերժ Սարգսյանն է արդարացվում, ո՞րն է երաշխիքը,
որ ձեր իշխանության շարունակվելու դեպքում Միշիկը ենթարկվելու է պատասխանատվության այն դեպքում այն Միշիկը, որը իր տրամաչափով 10-15 անգամ ավելի փոքր է, քան Սերժ Սարգսյանը։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, եթե Նիկոլ Յորոկ Սերժը արդարացվում է, որքանով է բարոյական, որ Միշիկին դաբրո տված Սերժը արդարացվի, իսկ Միշիկը պատասխան տա ինչ-որ 350 միլիոն ԱՄՆ դոլարի համար։ Նա դուք ինքներդ վերլուծեք ու հանգեք հետևության։ Բայց մի բան եմ ուզում ձեզ ասել։ Քիչ-քիչ հույս կա, որ մեր ժողովուրդը կամաց գիտակցում է, հասկանում է, թե ինչ ծուղակի ու ինչ խաբեության զոհ է դարձել։ Ասում վկայակոչում է այդ մի քանի միլիոն դոլարանոց Երևանում հողամասերի մասին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին արդեն նշեցի եւ այլ ընկերությունների մասին էր ասում։ Ժողովուրդ ջան, այս իշխանությունը խոսելու չեմպիոն է։ Այս իշխանությունը խոսել է 7 տարի շարունակ եւ արդյունավետության տեսանկյունից երբեմն իրենք են էլ ճար չունեն, իրենք են խոստովանում իրենց ձախողումները, բայց հիմա գանք մի փոքր անցնենք ու աստիճանաբար եզրափակենք այսօր մեր եթերը, անցնենք այլ թեմայի, որը վերաբերում է իշխանության համար պայքարին։ Վերջի 2 ամիսների ընթացքում որոշակիորեն հետաքրքրություն էր առաջացել Գյումրու ընտրությունների ընթացքը, մենք ունենք այն ինչ ունենք եւ լուրջ կեսկատա կարելի է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն այնքան լավ են կառավարում երկիրը, որ նրանց օրոք նախկիները վերադառնում են իշխանության եւ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այսօր փաստորեն ընտրվել է Գյումրի համայնքի ղեկավար, ընդ որում Նիկոլ Փաշինյանը եւ ԿՊ-ական իշխանությունը ինքը պետք է շատ հստակ արձանագրի իրենց մեջ, որ սա իրենց գործունեության հետևանքն է, գյումրեցիների ընտրությունը իրենց գործունեության հետևանքն է։ Ձեզ ինչքան են ձեզանից հիասթափվել, ինչքան են սկսել չգնահատել ձեր գոյություն ու գործունեությունը, որ իրենց ընտրությունը հավաքական տեսել են իրենց քաղաքը 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանի մեջ։ Հետաբար դուք պետք է հասկանաք, որ ձեր իշխանությունը աստիճանաբար սպառվում է եւ 2026 թվականին վերընտրվելու ձեր բոլոր հնարավորությունները աստիճանաբար սպառվում են, բայց դա չի նշանակում, սիրելի բարեկամներ, որ մենք պետք է հանդուրժենք եւ հնարավորություն տանք, որ նախկին իշխանության երկու հիմնական հենասյուները Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այսպես ասած քաղաքական թիմները գործող իշխանության բառից բուն իմաստով ֆիասկոյի ձախողման ֆոնին փորձ անեն վերադառնալու հույսեր փայփայել եւ գեներացնել այնպիսի օրակարգեր, որոնցում փորձեն հանրության մոտ ձևավորել այնպիսի համոզմունք, որ այս իշխանության այլընտրանքը բացառապես իրենք են։ Նախ սկսվել է մի հետաքրքիր գործընթաց, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի թիմերը սկսել են բառից բուն իմաստով ոչնչացնել իրար, ինչպես ասում է դասականը, դուք երկուստ էլ ճիշտ եք, շարունակեք նույն ոճով, բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք, Հայաստանի քաղաքական դաշտը այնպես փխրուն է, որ թույլ տալ այս Նիկոլ Փաշինյան, Քոչարյան, Սերժ Սարգսյան եռանկյունու շարունակությունը քաղաքական դաշտում մենք վտանգելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտի, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության գոյությունն եւ քաղաքական դաշտի առողջացումը։ Ուստի, սիրելի բարեկամներ, ես գտնում եմ հետեւյալը, որ մենք պետք է կարողանանք այս 1 տարին ճիշտ օգտագործել, ստեղծել իսկապես բեկումնային շրջադարձային քաղաքական թիմ, որը հնարավորություն կտա բոլորին անսպասելի սյուրպրիզ առաջացնել քաղաքական դաշտում եւ բոլորին այս իմ նշած քաղաքական ուժերին իսկապես շախմատային լեզվով ասած մատ անել։ Ես կուզենայի մի քանի րոպե խոսել Նիկոլ Փաշինյանի երեկվա զեկույցի այն հատվածին, որը վերաբերվում է Արցախի հակամարտության կարգավորմանը եւ Ադրբեջանի հետ հարաբերություններին, որոնք ինձ համար շատ կարեւոր են, սիրելի բարեկամներ։ Ինչ է ասում այս մարդը։ Այս մարդը, տեսեք ինչ է ասում։ Ես վերջերս խոսել եմ այս թեմայով, հետեւյալ պնդման, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ինձ համար արդեն պարզ է։ Նա ամեն ինչ անում է հետեւյալի
գիտակցմամբ պատերազմ չլինի, ինքը մաս աստիճանաբար կատարի Ալիևի բոլոր պահանջները, որովհետև երեկվա եւ այսօրվա զրույցներից կարելի է հանգել հետեւյալ համոզմանը, որ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ մեր սահմանադրության նախաբանից դուրս գա հռչակագրի հետ կապված իրողությունը, որ մենք Իական իսկ խմբը լուծարելուն ուղված քայլ անենք, այսինքն ինչ անում մարդը բացահայտորեն խաղաղության գաղափարը ծախում է մեր ժողովրդի վրա, հստակ գիտակցման, որ մեր ժողովրդին օդու ջրի պես անհրաժեշտ է խաղաղություն է, շատ լավ հասկանալով, որ Ալիևը իրը չի կնքելու այս աշխարհաքաղաքական իրողության պայմաններում, այս քաղաքական հաշվեկշռի պայմաններում խաղաղության պայմանագիր, սակայն շատ լավ տիրապետելով մեր ժողովրդի տրամադրություններին, փորձում է խաղաղության օրակարգը անընդհատ առաջին պլան մղելով ներհայաստանյան լսարանում, փորձում են հնարավոր բոլոր միջոցներով վերընտրվելու շանսեր հնարավորություններ կորզել եւ դրանից ելնելով ընդཐུպ հասել է նրան, որ այսօր հայտարարում է, որ ինքը դեմ չէ, որ մեր սահմանադրությունից դուրս գա անկախության հռչակագրի հետ կապված ուրեմն այդ դրույթը։ Հիմա ես սիրելի բարեկամներ, ես հստակ արձանագրել եմ իմ տեսակետը շատ պարզ է։ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանի Հանրապետությունում սահմանադրության փոփոխություն չպետք է տեղի ունենա, սա ակնհայտ է, որովհետև ցանկացած փոփոխություն Ադրբեջանը դա արձանագրելու է որպես Հայաստանի դեմ տարված հերթական հաղթանակը կամ Հայաստանի դեմ ներկայացված հերթական պահանջի իրականացումը։ Նիկոլ Փաշինյանը չի տալիս որևէ երաշխիք, որ նույնիսկ անգամ այդ փոփոխությունից հետո Ադրբեջանը այլևս նոր պահանջ չի ներկայացնելու Հայաստանի դեմ։ Իսկ որոնք են այդ պահանջները։ Այդ պահանջները շատ հայտնի են, Ալիևը շատ բաց է խաղում, Ալիևը ինչ է ասում, Ալիևը ասում է, որ 300,000 ադրբեջանցիներ պետք է գան Հայաստան ապրելու, Ալիևը Հայաստանից պահանջում է Սյունիքի մարզով անվերահսկելի միջանցք, Ալիևը դուրս չի բերում իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից, Ալիևը Հայաստանի հետ ունի 1000 կիլոմետրանոց պետական սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի խնդիր եւ ցանկացած պահի նա կարող է տորպեդահորել, ձախողել եւ ուղղակիորեն տապալել այդ գործընթացը։ Ալիևը Ադրբեջանում դատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ազգությամբ հայ քաղաքացիների Արցախի Հանրապետության նախկին ղեկավարներին եւ չի բացառվում, որ ինքը ինչ որ մի փուլի պահանջի եւ դրա մասին խոսում են բացահայտ Արցախյան առաջին պատերազմի հրամանատարներին, այդ թվում Հայաստանի եւ Արցախի Հանրապետության ղեկավարներին, այսինքն Ալիևը իր զինանոցում պահում է հնարավոր ու անհնար տրամաբանական ու անտրամաբանական այնպիսի պահանջներ, որոնցից կարելի է հանգել հետեւության, որ այդ մարդու նպատակը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը չէ, ընդամենը այս հանգամանքը օգտվելով այն առիթից, որ Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները վերընտրվելու խնդիր ունեն, խաղաղության օրակարգը Հայաստանին ու հայ ժողովրդին օդու ջրի նման անհրաժեշտ է, նրանք փորձում է աստիճանաբար գործող իշխանությունից կորզել իր բոլոր հերթով իր ուզածը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հանուն իր վերընտրվելու վտանգի տակ է դրել Հայաստանի Հանրապետության գոյությունը, որովհետև ամեն ինչ տալ Ադրբեջանին չստանալ ոչինչ, ավելին դրանով հող նախապատրաստել Հայաստանի Հանրապետության պետականության կորստի համար հնարավոր է մի դեպքում, որ մենք հանդուրժենք այս իշխանության գոյությունը նախկին իշխանությունների հետ միասին, որովհետև մենք տեսանք վերջի 3-4 տարիներին նախկին իշխանության ընդդիմադիր գործունեությունը, ընդդիմադիր գործունեության ընդհանրապես նրանք սպառված են, վերջի 4 տարիների ընթացքում ուղղակի մսխեցին նաև մեր ժողովրդի իրենց ձայն տվածների վստահությունը։ Ուստի այս առումով, սիրելի բարեկամներ, ես խորապես համոզված եմ, որ առաջիկա 1 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը անընդհատ շարունակելու է խաղաղության օրակարգը, խաղաղության հարցը, փորձելու է այն ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պահելու եւ վերընտրվելու համար։ Եվ ես ուզում եմ այս հանգամանքը օգտագործելով ձեզ մի հարց տալ հռետորական։ Սիրելի բարեկամներ, ձեզանից յուրաքանչյուրը մտածեք այս մասին։ Նիկոլ Փաշինյանը դուք պատկերացնում եք
Ինչի համար եւս 5 տարի պետք է ընտրվի։ Ինչի համար։ Ես ամփոփելով այսօրվա իմ զրույցը, ես ուզում եմ ձեզ մի հարցի մասին էլ կիսվել եւ ձեր ուշադրությունը հրավիրել։ Վերջերս մի բավականին ակտիվ երիտասարդ կա Հայք Դորունց, տարբեր քաղաքական գործիչների եւ տարբեր անհատների որոշ հարցեր է բարձրացնում նրանց առջև եւ ինձ էլ էր նման հարցեր իմ առջև էլ նման հարցեր բարձրացնել, ես օգտվելով պատեհ առիթից խոստացել էի, որ հենց հրապարակավ կարձագանքեմ եւ շատ կարճ այդ հարցադրումները հրապարակեմ եւ իմ պատասխանները նշեմ։ Հայկը Դորունցը հետևյալ հարցադրումներն է անում. հարգելի ընկեր Նորիկյան, խնդրեմ անդրադառնալ այս հարցերին եւս առանցքային հարցեր։ Որտեղ է երաշխիքը, որ սրա հեռացումից նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, հետո այս կամ այն քաղաքական ուժը կկատարի իր տված խոստումները իշխանության գալով։ Հարգելի Հայկ, երաշխիքը այն ինստիտուտներն են եւ այն ենթակառուցվածքներն են եւ այն միջոցն է, որով հաջորդ իշխանությունը ձևավորելուց հետո, իսկ այդ միջոցը ես տեսնում եմ բացառապես օրինական ընտրությունների միջոցով քաղաքական իշխանության գալը եւ այն պատասխանատվությունը, որով հաջորդ իշխանությունը փորձելու է հանդես գալ եւ այն քաղաքական վարկագծի դրսևորումն է, որը կապահովի նախընտրական խոստումների կատարումը։ Մենք պետք է կարողանանք նաև մեր ընտրական օրենսգրքում նախատեսենք որոշ դրույթներ, որտեղ նախընտրական քարոզչական ժամանակահատվածներում որոշակիորեն քաղաքական կուսակցություններին բերենք այնպիսի իրատեսական ռացիոնալ դաշտ, որտեղ քաղաքական կուսակցությունները սահմանափակված լինեն Հայաստանի Հանրապետության հնարավորությունները, որովհետև ես այսօր տեսնում եմ անկեղծ ասած, սիրելի բարեկամներ, որոշ նորելուկ քաղաքական գործիչների, ովքեր ինքնահաստատվում են մեր ցավերի, մեր ողբերգությունների վրա, ովքեր փորձում են խաղալ մեր ժողովրդի զգացմունքների վրա, մեկը Նախիջևանն է բերում, մեկը պատմական Հայաստանն է վերականգնում, մեկը, չգիտեմ, Ուտիքն ու Գարդմանն է վերադարձնում, մեկը Վանն ու Մուշն է վերադարձնում, ժողովուրդ Սթափվեք, մի կորցրեք իրատեսությունը, մի կորցրեք իրականության զգացողությունը, մի տրվեք այդ ազգային պոպուլիզմին, մենք պոպուլիզմի զոհը դարձանք վերջին 7 տարիներին, մի տրվեք այս կամ այն ուրեմն պատեհապաշտ պոպուլիստական այդ զեղումներին։ Իդեպ մի հատ նայեք Նիկոլ, մի հատ նայեք, թե ձեր քաղաքական գործունեության արդյունքում, ձեր ղեկավարած Հայաստանում քաղաքական դաշտի առաջին պլան ովքեր են հայտնվել, ինչ շրջանակներ են եկել առաջին պլան ու ինչ հավակնություններ են դրսևորում։ Սա ձեր քաղաքական թիմի ոչ թե ֆիասկոն է, այդ ջախջախիչ նսեմացուցիչ պարտությունն է։ Մատ վերլուծեք ինքներդ, թե ովքեր են այսօր հավակնում, ովքեր են հրապարակներում կամ ովքեր են ցանկանում դառնալ վարչապետ, ինչ հայտարարություններ են անում, ինչպիսի, չգիտեմ, ազգային պոպուլիզմի վրա ինչպիսի դրսևորումներով են հանդես գալիս, մարդ ապշում է, ուղղակի չգիտեք, լաս թե խնդաս։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետության հնարավորությունները պետքա ճիշտ գնահատել, հայ ժողովրդի ներուժը պետքա ճիշտ գնահատել եւ ճիշտ հետեւությունների հանգել։ Հայաստանի Հանրապետությունը էքսպերիմենտի դաշտ չի, փորձադաշտ չի, որ ով ինչպես ուզի փորձի խաբել մեր ժողովրդին ու քաղաքական էժան դիվիդենտներ բերի, ընդ որում ժամանակավոր։ Հաջորդ հարցը, Հայկը հարցնում է, որտեղ է երաշխիքը, որ այս կամ այն պատճառով իր խոստումները չկատարած եւ բացարձակ իշխանությունը, ինչը թույլ է տալիս մեր սահմանադրությունը ունեցող քաղաքական ուժը կցանկանա հրաժարական տալ հոժարական։ Հայկ, երաշխիքների մասին հնարավոր չի զուտ խոսքերով ասել։ Նորից եմ կրկնում, անհրաժեշտ է ստեղծել ենթակառուցվածքներ, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական մշակույթ, անհրաժեշտ է ստեղծել քաղաքական պայքարի առողջ, չգրված ոչ ֆորմալ բարքեր, որտեղ, օրինակ, աշխարհի զարգացած երկրներում մենք ականատես ենք եղել, որ տարբեր երկրների վարչապետներ, նախագահներ հրաժարական են տվել չնչին ասեկոսների համար։
Մենք մեր դեպքում պետք է քաղաքական մշակույթ արմատավորվի, քաղաքական վերնախավ պետք է որակապես նոր ձևավորվի, որը ինքնստինքյան ինքը կծնի ու գբերի այդ երաշխիքը։ Օրենսդրությամբ նույնիսկ դուք ուզում եք սահմանել այդ երաշխիքները, մեր օրենսդրությունն էլ է տալիս այդպիսի երաշխիքներ, բայց օրենսդրությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է ձեր կողմից մատնանշված երաշխիքները ստանալու համար կամ տալու համար։ Հայաստանի Հանրապետությունում նման երաշխիք կարող է տալ ժողովուրդը, որը չի հանդուրժելու որևէ իշխանավորի, ով կարճած է լինելու իր աթոռից, ով ձախողելու է, որովհետև այսօրվա իրավիճակը ո՞րն է։ Մարդիկ հնարավոր բոլոր միջոցներով ձախողել են, բայց արի տես վերընտրվելու ախորժակ ունեն։ Հենց մեր ժողովուրդը իր քվեով, իր ընտրությամբ ու իր դրսևորած վարկագծով պետքա չհանդուրժի, որովհետև ձախողվածը վերընտրվելու հնարավորություն չպետք է ունենա եւ պետք է կամովին հրաժարական տա։ Այդպիսի ավանդույթ, այդպիսի մշակույթ, այո, մենք կարողանանք ներդնել մեր ժողովրդին մեջ եւ մեր հասարակության մեջ, մեր պետության կառավարման գործընթացում։ Հարցնում է, որտեղ է այն սահմանը, որից այն կողմ այդ քաղաքական ուժը կընդունի, որ ինքն է անզոր է լուծել երկրի առջև ծառացած խնդիրները եւ կընդունի, որ ինքն այնքան թույլ է եւ կամք չունի մինչեւ վերջ պայքարել իր գաղափարների համար, անկախ նրանից, թե դրանք ուր են տանում մեզ։ Օրինակ, ես մի օրինակ ասեմ ձեզ։ Ես պատկերացնում եմ հետեւյալը. 44 օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ընդամենը պետք է ասել հետեւյալը. սիրելի բարեկամներ, ես տանուլ եմ տվել պատերազմը, ես չեմ կատարել իմ տված նախընտրական խոստումները, չեմ արդարացել ձեր հույսերը եւ անկախ իմ նկատմամբ ունեցած ձեր վերաբերմունքից, անկախ նախկիների նկատմամբ ունեցած իմ վերաբերմունքից, ես տալիս եմ հրաժարական եւ այլևս չեմ առաջադրվելու։ Սա կլիներ քաղաքական մշակույթի կոնկրետ փայլուն դրսևորում։ Բազմաթիվ այլ առիթներ են եղել, որպեսզի Փաշինյանը հրաժարական տար, տարբեր իր կողմից տրված խոստումները չկատարելու, չիրագործելու։ Հիմա մենք ինչ անենք։ Երաշխիքը հետեւյալ պետք է լինի։ Ինչպես չլինել Նիկոլ Փաշինյան, ինչպես չլինել Ռոբերտ Քոչարյան, ինչպես չլինել Սերժ Սարգսյան, ինչպես խոստանալ չկատարել ու դրանից հետո հրաժարական տալ։ Հիմա պետք է մենք կարողանանք այդպիսի սերունդ, այդպիսի քաղաքական վերնախավ կրթենք, այդպիսի հանձնառություն ունենանք, այդպիսի քաղաքական պատասխանատվություն ստանձնենք։ Սիրելի Հայկ, հետաբար այս առումով սա օրենքով գրվելու բան չի։ Մենք պետք է կարողանանք քաղաքական հասունության թեստը հանձնենք։ Իհարկե, եթե իրավական, օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ լինեն, մենք դրան էլ պետք է գնանք, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Հաջորդը, որտեղ է երաշխիքը, որ այս կամ այն կերպ իշխանության եկած որևէ ուժ անկախ պատճառներից չի սկսի կատարել արտաքին ուժերի կամքն ու ցանկությունը, եւ դա այն դեպքում, երբ նա ներսում ունենա բացարձակ իշխանություն։ Այդպիսի երաշխիք ընդամենը կրկնում եմ, երաշխիքի մասին չի կարող այստեղ խոսք լինել, այստեղ պետք է լինի տվյալ քաղաքական վերնախավի պատկերացումները ինքնիշխանության, իր պետականաշինության, իր պետականությունը հարգելու, պետականությունը սիրելու, իր ժողովրդի մանդատը հարգելու մասին։ Ուստի կարելի է ժամերով խոսել, թե ինչ դուք նկատի ունեք օտար արտաքին ուժերի կամքն ու ցանկությունը, բայց ես իմ քաղաքական կռետոն հետեւյալն է։ Ես դες պարզ անկես ասում եմ, այն բոլոր քաղաքական ուժերն ու անհատները, քաղաքական կուսակցությունները, ովքեր սպասարկվում են, ովքեր հովանավորվում են օտարների կողմից, սպասարկում են օտար պետությունների շահերը, այդ քաղաքական ուժերն ու անհատները պետք է վռնդվեն քաղաքական դաշտից ու պատասխանատվության ենթարկվեն։ Ես ես հավաստիացնում եմ, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեություն կարող է իրականացնել բացառապես այն քաղաքական ուժը եւ այն քաղաքական անհատը, որի առանցքը բացառապես Հայաստանի Հանրապետությունն է, որը առաջնորդվում է բացառապես Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերով։ Եվ այն բոլոր այսպես կոչված արևմտամետները, այսպես կոչված ռուսամետները, որոնք ուրեմն ամեն օր Ռուսաստանի դրոշակն են դարձրել իրենց կյանքի թիվ 1 նպատակը, Արևմուտքի Բրյուսելի դրոշակներն են դարձրել իրենց կյանքի նպատակը, Ամերիկայի դրոշակն են դարձրել իրենց գործունեության հիմնական նպատակը կամ իրենց լոկոմոտիվը, հարգելի Հայկ, ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում, նման քաղաքական ուժերը վտանգ են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության համար, որովհետև նման այդ քաղաքական ուժերը չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության շահը։ Ես խորապես ելնում եմ այդ համոզմունքից, որ եթե մենք գանք իշխանության ու վաղ թե ուշ, սիրելի բարեկամներ, վաղ թե ուշ մեր տեսակը իմ անձով էլ չլինի, մեր թիմի
դեմքով էլ չլինի, մեր տեսակը հաղթելու է ինչի, որովհետև մենք որևէ մեկից կախում չունենք։ Մենք քաղաքական առումով, կրկնում եմ, քաղաքական առումով ճակերտերով ընդգծված եմ ասում, մենք անտեր քաղաքական ուժ ենք, մենք որևէ մեկից կախում չունենք, մենք որևէ մեկի մարիոնետը չենք։ Վաղ թե ուշ Հայաստանում իշխանության է գալու այդպիսի քաղաքական ուժը, որը հստակ առաջնորդվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերով եւ որի կարող է թելադրել բացառապես Հայաստանի Հանրապետության ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, սահմանադրությունը։ Եվ հաջորդը, ինչպես պետք է ժողովուրդը պայքարի որևէ հաջորդ բացարձակ իշխանություն ունեցող ուժի դեմ նորից կոտրած տաշտակի առաջ չկանգնելու համար, եթե դրա անհրաժեշտություն առաջանա։ Հարգելի Հայկ, ես իրավաբան եմ, շատ լավ հասկանում եմ իշխանությունների տարանջատման սկզբունքը, նրանց միմյանց հակակշռելու համակարգերը, ես խորապես համոզված եմ, Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությունը պետք է գնա պատմության աղբար կղը, ընդ որում այս բեռնելա ծանրացած Սերժ Սարգսյանի խղճին, թող ինքը լավ մտածի, որ այս ամբողջ ավերածությունները 2015 թվականի խորհրդարանական կառավարման համակարգ անցնելու միտված իր քաղաքական արկածախնդրություններ, իշխելու մոլուցքներ, որը բերեց մեր երկիրը հասցրեց այսպիսի կոլապսի, այսպիսի ծայրաստիճան վտանգավոր հանգրվանի հասցրեց։ Հետևաբար մենք պետք է իշխանության գալու դեպքում հաջորդ իշխանությունը պետք է ձևավորի, անձամբ եթե մենք գանք իշխանության, ստանանք մեր ժողովրդի վստահության քվեն, մենք մեր քաղաքական համախոհների հետ միասին 6 ամսվա ընթացքում փոխելու ենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, վերականգնելու ենք կիսանախագահական կառավարման համակարգը, 1 տարվա ընթացքում ստեղծելու ենք որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարական հայեցակարգ, ընդունելու ենք որակապես նոր ռազմական դոկտրին, ընդունելու ենք որակապես նոր արտաքին քաղաքական դոկտրին, տնտեսական դոկտրին։ Եվ այս գործիքակազմի մասին ես կգա ժամանակը շատ հակիրճ եւ ավելի համապարփակ խոսեմ, բայց կրկնում եմ, մենք պետք է մեր կառավարման գործիքը, մեր խաղի կանոնները հաստատող գործիքը, այն է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը համապատասխանեցնենք մեր երկրի զարգացման առանձնահատկություններին, մեր ժողովրդի արժեհամակարգին, որը հնարավորություն կտա, որ այդ գործիքը կենսունակ լինի, կենսունակ դառնա։ Այսքանով, սիրելի բարեկամներ, ավարտում եմ այսօրվա իմ ուղիղ եթերը, շնորհակալություն եմ հայտնում ձեզ այսօր ինձ լսելու համար, խնդրում եմ մեկ անգամ եւս հնարավորության դեպքում անպայման տարածեք այս տեսանյութը, առիթից օգտվելով ես իմ խոնարհումն եմ բերում Հայաստանի Հանրապետության համար իրենց կյանքը տված մեր բոլոր հայրենիների, հազարավոր հայրենիների լուսավոր հիշատակի առաջ, միաժամանակ փառք ու պատիվ այս պահին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հսկող ու մարտական հերթապահություն իրականացնող մեր բոլոր զինվորներին, մեր ամբողջ սպայական կազմին, մեր բանակին, հարգանք ձեզ տղեկ ջան, աշխարհի ամենալավ բանակ ու աշխարհի ամենալավ զինվորը մեր հայ զինվորն է ու մեր հայ սպան է, ձեր բոլոր թերություններով հանդերձ ես ձեզ սիրում եմ, պինդ եղեք, վստահ եղեք, համարձակ եղեք, Հայաստանի Հանրապետությունը վաղ թե ուշ ունենալու է արժանապատիվ իշխանություն, ունենալու է վստահ քաղաքակիրթ, ինտելեկտուալ, ռազմավարական մտածողություն ունեցող, խնդիրներ առաջադրող, այդ խնդիրները լուծող եւ ձեր ճակատը պարզերես անող իշխանություն։ Մի գրամ չեմ կասկածում, սիրելի բարեկամներ, մոտեկանում է մեր որակապես նոր իշխանություն ձևավորելու ժամանակը եւ ես համոզված եմ եկել է Նիկոլին փոխելու ժամանակը։ Ու այդ Նիկոլին փոխելու ենք, չկասկածեք։ Նիկոլը գնալու է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ ձեռքի տված պատմություն ու նրանց յուրաքանչյուրի գործողություններին տրվելու է թե իրավական, թե քաղաքական գնահատական։ Ես սա խոստանում եմ, եթե մենք ստանանք ձեր մանդատը, ձեր վստահությունը ու ձեզանով կարողանանք վերականգնել մեր կռած մեջքը։ Հարգանքներս ձեզ, սիրելի բարեկամներ, լավ մնացեք, բարի գիշեր, մինչև նոր հանդիպում։ Ստեսություն։ Վարդան Ղուկասյան, այդպես նեղկալի դրնայի, ես չգիտեմ դու որտեղ ես թաքնված, բայց Պապիկյան Աշոտը հանրակացարանում է կանվոլու նախնի գործարանի։ Ով ուզում է, համարս ասեցի անգամ միջև այսօր լրագրողին խնդրել եմ, ով համարս ուզի տուր։
բոլոր կուսակցություններից, անհատներ եւ այլն, ով ուզում է համարս վերցնի ու գա։ Ու մեկ էլ Հայկ Միմիջանյան, թե Միրիջանյան, դու տելևիզորով ասում ես, պարոնայք սպաներ, եկեք, քո բառերն է, Աշոտը եկել է, ու դու տեղում չես, տեղակալը չի փոխանցել, ինչ է հիմա։ Ուրեմն բարև իմ հայ ժողովուրդ, բնականաբար 10 րոպեանոց սյուժեի մեջ ես չէի կարող 56 տարվա ամեն ինչը խցկեի, որ պարզ լիներ։ Դե մարդիկ էլ տարբեր հասկացողության տեր են։ Ամեն դեպքում շնորհակալ եմ, որ հայանք չեղավ ինտերնետում ինձ փոխանցում են։ Հիմա ոնց որ Վարդան Ղուկասյանն է սիրում ասել, Վարդան Ղուկասյան, դու էլ լսի, աշխարհի հայություն դու էլ, Թուրքիայի պրեզիդենտ դու էլ, Ալիևն էլ, Պուտինն էլ։ Խնդրում եմ իմ ժողովրդի մեջ լիքն են անգլերեն հասկացող, այսքան կուսակցություններ, նստեք իմ ամբողջ սյուժեն թարգմանեք եւ տարածեք։ Ուրիշ ձև չունեմ Ռուսաստանի դեսպանի դարբասը թակելու ներս մտնելու։ 3-4 հատ նամակ եմ ուղարկում, քար լռություն։ Երևանը հիվանդանոցում բացահայտվեցի, քրեականի պետը գրեցին ամեն ինչ, քար լռություն։ Նույնը Նորք Մարաշում Փաշինյանին նամակ եմ գրում։ Նամակը ուղարկում են ԱԱԾ, ասում են մեր պոզիցիան չի, Փաշինյանի հետ կապնված չի։ ԱԱԾ-ն կանչում է, ԱԱԾ-ին ասում եմ չեմ վստահում, վստահում եմ Փաշինյանին։ Քար լռություն, այսինքն ինչքան կարելի անել։ Հիմա սկսենք Ռուսաստանի Դաշնությունից։ Պարոն Կապիրկին, նոյեմբեր ամսին մի 3 հատ, դեկտեմբերի սկզբին եւս 1 հատ նամակ եմ գցել ձեր post-ի մեջ։ Վերջին նամակը դեկտեմբերի սկզբին գցեցի, դեկտեմբերի 19-ին ոդկաս կոդրեցի։ Վիրահատությունները բունու հիվանդանոց, հետո Նորք Մարաշ վերականգնում, դեկտեմբերի 27-ին մտել եմ տուն, միաժամանակ հետո կաստիլներով գնացել եմ նորից Ռուսաստանի դեսպանություն, կարան կադրները նայեն, իմանան։ Պարոն Կապիրկին, ձեր մոտ նամակների բաժնում կամ աշխատում է ուկրաինացի դեսանտ, շպիոն, կամ ձերյակեր Ռուսաստանի ժողովրդի փողը ուտող կոֆե խմում Աշոտի նամակը տեղ չի հասցնում։ Պարզեք, խնդրում եմ, դա ձեր պոզիցիան է։ Հիմա անցնենք մյուս կողմը։ Պարոն Փաշինյան, 19 թվականի մայիս ամսին, որ Պապիկյանը դիմում գրեց, հայտնում էր, որ աշնանը զորակոտ չի լինի։ Խնդրում եմ բոլորը ժողովուրդ ջան, բացառեք մայիսի 5-ին պատասխանը ստացել եմ, որ Փաշինյանը չի ընդունում։ Նամակի մեջ գրել էի, աշնանը զորակոտ չի լինելու։ Չեմ վստահում, պարոն Փաշինյան, անգամ Արտուր Վանեցյանին, որում չեմ էլ ճանաչում։ Դիտմամբ եմ գրել, որ Փաշինյանը ընդունի։ Պատկերացնեք, աշունը պրիզիվ չլիներ այդպես նամակը, պարոն Ղազարյանը նամակների բաժնի հրապարակի։ Հրավիրեց, ասեցի չեմ ասի մնացած, ասեց ստեցյուն, պատասխանեց, Փաշինյանը ընդունելություն չի անում, չուղարկեց ԱԱԾ, իսկ զարմանալի է, հիմա որ նամակ են գրում Փաշինյանին, հիմա ուղարկում են, ասում են Փաշինյանի պոզիցիան չի, ուղարկում են ԱԱԾ, պարոն Փաշինյան, կանչեք Ղազարյանին, հանեք նամակս, բաց նամակս, ինչ է կարծում, ինչի աշնանը պրիզիվ չեղավ, պատկերացնում եք ինչ ահավոր բան է սպասվում, և Ղազարյանի պատճառով նամակների բաժնի պետի, Փաշինյանի 19 թվին, մայիսի 5-ին եմ ստացել պատասխանը, տրադեմը Աշոտը առավ, անցան երկար ժամանակ, մի մարդ գրում է, որ ես 3 հատ պապկա ունեմ, Օղոր-Մածիկ, Մարիուսն է տվել, փլուզումի օրերին, որ պետքա գային արխիվը տանեին, տալիս ասում Աշոտ, ամբողջ քո աշխատանքն է, քո ամեն ինչն է, խորհուրդ կտամ կարդաս, իմ հետևից այսօր վաղը կգան, շատ բան գիտեմ, կարճ ժամանակ հետո, Կոմիտասի այգում, գնդակահարվում է, միջև օրեսման են գալի Մարիուսին, ով պետքա գնդակահարեր, այդ որ ասում ես շատ բան գիտեմ, շատ բան գիտերում մասին, ես նորից եմ կրկնում, ոմանց համար զարմանք տարածվեց, ինտերնետում ինձ փոխանցում են, անգամ Վարդան Ղուկասյանը, ոնց 13 տարեկանում, տենց բան չկա, այո, տենց բան չկա, բայց վերցրեք ժողովուրդ, հենց հիմա մտեք ինտերնետ եւ նայեք, հայկական ձյուցազն երեխաները, այդ ոնց է 7-8 տարեկան երեխան 3 հատ մեքենա կարա քաշի իր ուժով, ես 13 տարեկանում,
զգացել եմ իմ ընդունակությունները, որոնք 3-ն են, որը չի հրապարակվի, ես գիտեմ ու իմ Աստված։ Միակ երեխան եմ եղել, որ բացահայտել եմ 2 պետանվտանգության կոմիտեի ծառայողների, նկարել եմ, ցույց եմ տվել ու ասել եմ ես ուզում եմ ծառայեմ։ Ասել են մարդու միասը, կանչել են ղեկավարների մոտ։ Այնտեղ տեսել են այդ ճարչկա, ասել են լավ, փորձենք քեզ։ Փորձնական շրջանում տեսնանք ոնց կարաս ես բանը անես։ 5 հոգու եմ բացահայտել։ 2, 5, 7 հոգու բացահայտելուց հետո այդ մարդիկ գժվեցին, կանչեցին Մոսկվայից կոմիսիա։ Կոմիսիան երբ եկավ ու խայտարակ արեց, որ փոքր երեխան կարացել է 7 հոգու բացահայտի անվտանգության կոմիտեի աշխատողների, եւ երբ ասեցի իմ ընդունակությունների մասին ու ասին ցույց տուր, ցույց տալուց հետո ասին ու բերիցե այդ մальчика ընդունեցին 5 տարի ես այստեղ սկսել եմ սովորելը, գնացել եմ բանակ եւ առաջի առասպելը բանակից իմ սովետական միությունից հրաժարվելն էր։ Ես տարի 2 ամիս իբր ծառայելով ստորոյբատում իմ բանակի ընկերները կարան ապացուցեն։ Տարի 2 ամիս ծառայող տղան 240 սուտկա գուբախտ էր նստում, հրաժարվում էր ծառայելուց։ Այդ 240 սուտկա նորից իմ հետ պարապում են ու իմ առասպելով դատվելուց հետո իբր թե փախել եմ հատելով Աֆղանստանի սահմանը։ Հարգելի հետևորդ, տեսանյութի շարունակությունը առաջարկում ենք դիտել վաղը։ Այս մարդը, որը ներկայանում է որպես գաղտնի գործակալ, մեզ հետ զրույցում պատմում է, որ իր ձեռքի տակ ունի գաղտնի փաստաթղթեր, որոնք իրեն փոխանցել է ԱԱԾ նախկին աշխատակիցներից մեկը։ Ծնվել եմ 54 թվականին նոյեմբերի 9-ին։ Հիմա անցնենք առաջ։ Իմ ձեռքում պոչտայի անդորագիրն է, որով ուղարկել եմ նամակ Ամերիկայի դեսպանին, սա մեկ։ Իմ ձեռքին Ռեմ Մելիքյան, որ Արմեն Աբազյանը զբաղված է առաջի իսկ ազատ ժամանակ ունենալու ընթացքում կընդունի։ Սա նորից փաստաթուղթ է 19 թվի Նիկոլին գրած, որ աշնանը զորակոչ չի լինի։ Կանչեցին հարցազրույցի, ես չասեցի մանրամասն, չզեկուցեցին նրան եւ հանգիստ խղճով գնացին, չմտածեցին, որ աշնանը հավաք չի։ Հիմա ներկայանամ ես ով եմ։ Սա էլ իմ կոկորտիս ռենգենի թղթերը, որ ես կորցնելու բան չունեմ, ուռուցք ունեմ ու աճում օրորի։ Անցնենք առաջ։ Քանի որ ասեցի 54 թիվն, 69 տարեկան եմ։ 13 տարեկան հասակում սովետական միության ժամանակ միակ երեխան եմ եղել, որ կարողացել է